ձկնագողություն, ապօրինի ծառահատումներ, օդի աղտոտվածություն, ջրօգտագործում և COP27։ Այս թեմաներն էին շրջակա միջավայրի նախարարի մամուլի ասուլիսի օրակարգում։ Ասուլիսի ընթացքում ամփոփվեցին 2025 թվականի աշխատանքները և ներկայացվեցին 2026-ի հիմնական անելիքները։ Անցած հանրային լսումների մասին բարձրաձայնեց քաղաքացու ձայնը։ Խոսվեց Քարաբերդ և Գինևետ համայնքների լսումների արդյունքների մասին։ Բնակիչների խոսքով երկու համայնքներում էլ լսումների արդյունքում ոչ ժողովրդավար որոշում է կայացվել։ Լսումները եղել են ձևական, իսկ ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Իսկ որպես վարչական տարածքի ղեկավար դուք որոշեք ես ձեզ հետ Կամայականորեն դադարեցվել են հանրային քննարկումները։ Հանրային քննարկումները ավարտվում են, երբ որ սպառվում են բոլոր հարցերը։ Հանրային լսումները դադարեցվել են կամայականորեն, որպեսզի Արդյոք այս խնդիրները հաշվի կառնվեն նախարարության շմակ փորձաքննության փուլում, նախարարը ի պատասխան նշեց. Ըստ օրենքի, երբ կլինի ԻՄԻ դրական որոշումը, այն ուղարկվում է շրջակա միջավայրի նախարարություն, շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը իրականացնելու համար, գնահատման գործընթացը սկսելու համար։ Եվ երբ մենք ստանանք ամբողջական փաթեթները, ամբողջական փաստաթղթերը, մենք մեր հերթին պարտավոր ենք իրականացնել արդեն ԻՄԻ հետ համատեղ նոր լսումներ։ Եվ այդ ժամանակ նախ ձեր ասածը ես ընդունում եմ գիտություն եւ կհանձնարարի որ ավելի ուշադիր լինեն, բայց անկախ դրանից էլ մենք նոր լսումներ ենք արդեն կազմակերպելու եւ այդ ժամանակ բնակիչների հետ նորից հանդիպումը լինելու եւ իրանց մտահոգությունները հնչելու են։ Ըստ նրա, տվյալ նախագծերի շմակ փաթեթները նախարարությունը դեռ չի ստացել։ Միևնույն ժամանակ հիշեցվեց Կարմիր սեռի դեպքը, երբ նախարարության կողմից բացասական եզրակացություն ստանալուց հետո ՕրԴՍՊ-ն դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ, իսկ այսօր նոր հայտի են սպասում Օրդ Գրուպ ՍՊ-ի կողմից։ Թե այս դեպքում ինչ զարգացումներ կլինեն, դեռ պարզ չէ, սակայն նախարարը վստահեցրեց. Ես ձեզ վստահեցնում եմ, որ միայն գիտական եզրակացությունների վրա մենք իրականացնենք շրջակա միջավայրի ազդեցության գնահատական։ Բնակիչները հանրային լսումների քանակը արդեն երբեմն շփոթում են։ Փորձագետները դա կապում են օրենսդրական բացերի հետ, մինչդեռ նախարարը կարծում է, որ օրենքների փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է, թեև խնդիրների առկայությունը նա ևս չի ժխտում։ Եթե շատ անկեղծ կուզենաք, ասեմ, որ ես ինքս դիտարկումներ ունեմ եւ կցանկանայի, որ դիտարկումները հաշվի առնվեն հետագա փոփոխությունների մեջ, թե արդյոք ինչքանով է նպատակահարմար այսքան շուտ էլի անցնել այդ փոփոխությունների, կարծում եմ դեռ շատ քննարկումների կարիք կունենա, երբ որ ջերմուկում ընդանուր մասնավորների հետ կոնֆերանս էր կազմակերպվել կառավարության կողմից եւ առանձին քննարկում եղավ նաեւ հանքարդյունաբերության ոլորտի գործընկերների հետ, շատ հարցեր իրենց հետ քննարկել եմ, խոսքը բարեխիղճ հանքարդյունաբերության մասին է իհարկե խոսքը, ամեն դեպքում մենք փորձում ենք հասկանալ ինչքանով է ճիշտ արդեն իսկ ընդունված օրենքը 2023 թվականին եւս մեկ անգամ վերանայել։ Չնայած նրան, որ եկեք համաձայնենք, որ ցանկացած ընդունված օրենք միշտ բարեփոխումների կարիք ունի։ Քաղաքացու ձայնը մայրաքաղաք Երևանից։